Ողջույն հարգելի բարեկամներ, հուսամ լավ եք, ամեն ինչ կարգին է, բարի գարնանային օր բոլորին։ Այսօր մի քանի մտքերով եմ ուզում ձեզ հետ կիսվել, ավելի շատ զգացմունքներով, որովհետև երբեք չէի մտածի, որ լրատվության մեջ լինելով կարողանայի Միացյալ Նահանգների իրականության մեջ տեսնել այդպիսի դրվագներ։ Կարծում եմ կռահեցիք, որ խոսքը Սպիտակ տան օվալ կաբինետում տեղի ունեցած խայտարակության մասին է։ Իդեպ խայտարակությունը այդ մենակ իմ ձևակերպումը չի։ Խայտարակություն են որակում տեղի ունեցածը Washington Post-ը, Guardian-ը, էլի լրատվականը, Deutsche Welle, Spiegel-ը, եվրոպական լրատվականների մասին քան չեմ խոսում, շուտ ամերիկյաններն էլ են խայտարակություն որակում։ Իհարկե կա վարկած, որ այդ ամենը բեմադրած էր, բացարձակ չեմ հավատում, որովհետև ինչքան էլ թե Զելենսկին, թե Տրամպը մեդիայի մարդ են եւ շոուի վարպետներ, նման կարգի օրգանիկ բեմադրություն հնարավոր չէր ստանալ։ Ակնհայտ երևում է, որ դա ինքնաբուխ, այսպես զայրույթի ակցիա էր եւ հաղթող դերում հաստատ Զելենսկին չէր, թեպետ իրեն պահեց բավականին վայելուչ կերպով։ Ինչու է մտահոգված տեղի ունեցածով, որովհետև Միացյալ Նահանգները, որը ժողովրդավարության, մարդասիրության, մարդու իրավունքների, մի խոսքով ազատ աշխարհի, այդ բառը լավ չի, բայց պարագլուխն է, փաստորեն ինքը թելեց ավտորիտար համակարգի, բռնապետության, խոսքի ազատության անկման, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման եւ էլի շատ ու շատ բաներում մեղավոր երկրի թելեց մեր աչքի առաջ եւ Զելենսկուն եթե մի մեղադրանք ունեմ, ապա այն էր, որ նա հենց նույն այդ լրագրողների առջև, որոնք ուղիղ հեռարձակման մեջ էին, չասեց. դուք իմ երկիրը 30 տարի տանում եք Ռուսաստանի առճակատման։ Դուք 30 տարի Խորհրդային Միության անկումից հետո, երբ որ դեռ Կրավչուկը գիրք էր գրել, որ Ուկրաինա не Россия, իդեպ հրաշալի գիրք է, կարող եք ընթերցել, այդ գրքի մեջ արդեն դա Միացյալ Նահանգների աջակցությամբ նաև տպագրվեց, այնտեղ արդեն իսկ տարերն էին երևում, որ նարնջագույն կոչվող հեղափոխություններ պետք է լինեն, պրոամերիկյան ուժեր պետք է գան եւ Ուկրաինան ամեն կերպ պետք է ռուսական ազդեցության գոտուց հեռանա, ուսումնասիրեք այդ աշխատությունները, բավականին հետաքրքիր բաներ կբացահայտեք։ Դուք իմ երկիրը 30 տարի տանում եք ռուսական ազդեցության գոտուց այն կողմ, փափուկ բարձ եք դնում, ֆինանսավորում եք, հոտնկայս ծափահարություններ, փուչիկներ, ընդհանրապես Եվրոպայի պատմության մեջ նման բան երկրորդ աշխարհամարտից հետո եղել է, թե չէ, դժվարանում եմ ասել, 3 փուլով ընտրություն արեցին, որ Յանուկովիչը անցնի, որովհետև էլի Յուշենկոն էր հաղթում 2006-ին, եթե չեմ սխալվում, եղավ Տիմոշենկոյի այդ Մայդան կոչված գործառույթները Տիմոշենկոյի մասնակցությամբ, իդեպ այդտեղ նաև Բորիս Նեմցովը երջանկայի շտակ բավականին ակտիվ կերպով ներգրաված էր, մի խոսքով գործառույթներ են տեղի ունենում, որ դուք Ուկրաինային տանում եք բան եւ հանկարծ տեղի է ունենում վեկտորի փոփոխություն։ Ավելին, այդ վեկտորի փոփոխությունը ուղեկցվում է ռազմական գործողություններով եւ բավականին լուրջ տարածքների կորստով, ռազմական ֆրոնտը, շփման գիծը, այսպես կոչված, մոտավորապես Ղազախստանի եւ Ռուսաստանի սահմանի երկարությամբ է, որ ամենաերկար լայներից մեկն է, համարվում աշխարհում, եւ այս պարագայում դուք ինձ ասում եք, որ խաղաքարտ չունես ինձ հետ, ես ցիտում եմ Տրամպին օվալ կաբինետում, որ ասում է առանց Միացյալ Նահանգների դու խաղաքարտ չունես, դուք ինչ եք այս ամեն ինչը ուրեմն կազմակերպել, կամ ինչու եք այս ամենը ոչ թե կազմակերպում, այլ ինչու եք այս ամենը աջակցում, Զելենսկին պիտի հարցներ, բայց եթե դուք մտավախություններ ունեիք այսքան տարվա ընթացքում, դուք իմ ժողովրդով եք, չէ՞, այդ ամեն ինչը արել։ Այո, մենք ուզում ենք դուրս գալ այդ ամեն ինչի տակից, այո, մենք ուզում ենք ազատ աշխարհի հետ հարաբերվել, այո, մենք ուզում ենք ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, կամ դուք չտայիք այդ երաշխիքները։ Հիմա այս ամբողջ պատմության մեջ իհարկե չեղավ Զելենսկին շատ հավանական է, որ ուղղակի ջախջախվի եւ ինքը հետո գնաց Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չարլզ III-ին տեսա, հետո Ֆրանսիայի Մակրոնի հետ հանդիպեցին եւ այլն եւ այլն, Եվրոպան գուցե որոշ բաներ օգնի, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ առանց Միացյալ Նահանգների տիտանական ռեսուրսների օգտագործման շատ դժվար է լինելու, եթե ոչ անհնարին։
Եվ ուստի կարծում եմ, որ շատ հնարավոր է Զելենսկուն ուղղակի փոխարինեն, բերեն ավելի լոյալ պրոռուսական ուժեր եւ այս ամբողջ թնջուկը ավարտվի ցավոք սրտի ռուսական, չասեմ հաղթանակով, բայց շահերի բավարարմամբ դիվանագիտականի թե արտահայտվեն դիվանագիտորեն։ Հիմա ինչու եմ սա պատմում։ Հիմա կասես Ռաֆայել, դու քո մասին խոսա, քո երկրի մասին խոսա, մեր իրականության մասին խոսիր, հա, ինչ գործես Ուկրաինան Հայաստանից քանի անգամ մեծ 20 անգամ մեծ, եթե ոչ ավել պետություն է։ Ինչ մենք մեր վերջը ինչ ա լինելու։ Ես դիտավորյալ եմ այսքան երկար արդեն 6 րոպե ուկրաինական սցենարը ներկայացնում, որովհետև մենք, չասեմ նույն ուղով, բայց շատ նման խաղի մեջ ենք։ Արևմուտքը մեզ երաշխիքներ է տալիս, խոստումներ է տալիս, մեզ ողջունում են, համաձայնագրեր ենք մենք ստորագրում, մեզ եվրոպական ապագա են խոստանում, արևմտյան արժեքների հաղթանակում եւ այլն, գիտեք, տարեվերջին դեռ Բայդենի ադմինիստրացիան չէր գնացել, ինչպիսի հուշագրեր ստորագրեցինք ցնծության մեջ, այնտեղ ներկայացուցիչների պալատի ղեկավարը նախկին եկավ Նենսի Փելոսին Հայաստան, ծափեր, փուչիկներ, բոլորս ուրախ ենք։ Ու այդ ամեն ինչը հասկանում ենք, իրականանում է Ռուսաստանի ցանկությունների մերժման հաշվին, Ռուսաստանը ատամները կրճռացնելով նայում է ինչ է կատարվում Հայաստանում, հիմա ինչ երաշխիքներ ունենք, որ նույն կերպ մեզ հետ չեն վարվի, որպեսզի հանկարծ սխալ չհասկանաք ասածս, ես միայն արևմուտքի ջատագովն եմ, Հայաստանը պետք է ցիվիլ աշխարհում հայտնվի, Հայաստանի ողբերգությունները կապված են նաև ռուսական հիմնականում, ռուսական կայսրության, խորհրդային միության, քրեա օլիգարխիկ, բրգաձև, վեկտորային, անարդար, ուրեմն միջավայրում տարիներ ու դարեր շարունակ ապրելու հետ, այսինքն անմիջապես մենք դրա արդյունքն ենք, պրոդուկտն ենք այդ գողապետական, բարբարոսային, ոչ մի դրական բան, համենայն դեպս համակարգի առումով չեմ կարող ասել։ Հիմա ոմանք ասում մեր գիտնականները, մեր քաղաքական, ումն է պետք է քո գիտնական բանը, որ Հայաստանի օգտին չի, հայ ժողովրդի օգտին չի։ Այո, փայլուն գիտնականներ կան, փայլուն տարբեր տեսակի մշակույթի գործիչներ կան, հազարով մի էլի ձեռքբերումներ, էսեն են։ Ես նկատի ունեմ հայանպաստ գործունեության ծավալումը։ Մի երկիր, որտեղ ուզուրպացված է իշխանությունը, մի երկիր, որտեղ ոչ թե մերժված է օպոզիցիան, որտեղ գնդակահարվում է օպոզիցիան, ասում ուղղակի օպոզիցիան քեզ գնդակահարում է, շորտով է բացի պերսոստում է։ Այդ երկրի հետ եթե ապագա ենք մենք տենչում, եթե մենք ուզում ենք մեր երեխաները, մեր ծնողները ծերանան այդ երկրում, մեր երեխաները մեծանան այդ երկրում, այդ բարքերը բան, ուրեմն ինչ որ վարդագույն ապագայի մասին երազել է ավելորդ է, ասեմ ավելին, ես բացարձակ չեմ պատկերացնում ինչու, որովհետև այնպես չի որ ես կազմավորվել եմ Արևմուտքում Միացյալ Նահանգներում եւ ինչ որ առումով այդպիսի հայացքներ ունեմ, չէ, ես հնարավորինս փորձում եմ արդար լինել, բայց ինչքան էլ ես ողջունեմ Արևմուտքի ձևաչափը, ազատությունը, այնտեղ մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման կանխարգելումը, կրոնական ազատությունը, ռասայական ազատությունը, մի խոսքով այն ազատությունները, որ Արևմուտքը ունի անկախ Տրամպի վարչակազմից, ես վախենում եմ, որ մենք չհայտնվենք հանկարծ ուկրաինական վիճակում, Միացյալ Նահանգները եւ Արևմուտքը հավաքական ասի, օքեյ, ինչ խաղը խաղում էինք տղեկ, մենք գնում ենք մեր գործերով, America first, ասում է Ամերիկան առաջնային։ Okay, American first գնում են զբաղվում են իրենց գործերով, Միացյալ Նահանգների բացթողմամբ Եվրոպայում շատ հավանական է ճգնաժամ հասունանա, որովհետև արդեն տեսնում ենք այնտեղ խմորումներ են, ոմանք ողջունում են Ամերիկայի քայլը, Սլովակիան, Հունգարիան, ոմանք ասում են ոչ, օրինակ Գերմանիան, Անգլիան այնց վերապահումներով, Ֆրանսիան ակնհայտ կերպով, իդեպ Իսպանիան էլ այսօր ողջունեց Ամերիկայի այդ չասեմ չեզոքությունը, բայց որ ինքը ասում է ես գնում եմ իմ խնդիրներով զբաղվեմ, այս ամբողջ իրավիճակի մեջ եթե մենք մնանք միայնակ, Ռուսաստանը չի ասի, հələ եկեք ստե ասեմ։ Ես ում դեմ եկեք դուսեկայի մալալետկեք, այսինքն իրա գռեհիկ ձևաչափով ու չեմ բացառում, որ մեզ մոտ տեղի ունենան այնպիսի դեպքեր, որ հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ը կթվան ձեզ վարդագույն ծաղիկներ, որովհետև անկյունում հայտնված վագրը
ում երեսին թքել են, ջուր են շփել ու չգիտեմ ինչեր են արել, երբ որ հանկարծ ազատություն է ստանում, իր գործառույթները բավականին դաժան են եւ շատ ուրիշ հետևանքներով հղի։ Ուսամ հասկանում եք ինչ եմ ակնարկում, դրա համար պիտի կարողանանք բալանսավորված քաղաքականություն վարել։ Իդեպ դիվանագիտությունը հենց դրանում է, որ կարողանաս գույնդ փոխել։ Հիմա մեր որոշ գործիչներ ես չեմ բացառում, որ դառնան հանկարծ ռուսամետ։ Չեմ բացառում, որովհետև գրանտային ծրագրերից օգտվող մարդիկ, ովքեր գրանտներով էին ապրում, հիմա զրկվել են այդ հնարավորությունից, որովհետև USAID ծրագիրը, Samantha Powers-ը եւ մնացած ովքեր էին այնտեղ ֆինանսավորում, գիտեք, հիմնարկը չի լուծարվել, բայց սառեցված է, այն մի հատ տեր կա, այդպես սառեցրել են եւ հիմա գործառույթներ են իրականացվելու այլ ռեսուրսներ հայթայթելու ուղղությամբ։ Այդ մարդիկ պետք է որոշակի ֆինանսավորում ստանան որոշակի հարթակներից։ Եվ հիմա մենք կտեսնենք երանգների փոփոխություն, գույների փոփոխություն, բայց հայ մարդ, անկուսակցական հայ մարդ, ով հիմա դիտում է, հիմնականում Հայաստանում ապրողների մասն է խոսում, որովհետև Հայաստանում ապրողներն են որոշում երկրի ճակատագիրը, թող ինձ ներեն, ես էլ եմ 12 տարի դուրս ապրել, ես էլ դրսից երկրպագուի կարգավիճակում եմ հետևել զարգացումներին, Հայաստանի ճակատագիրը որոշում է Հայաստանում ապրող հայ մարդը, բայց ինչևէ, հարգելի հայ մարդ, չտրվես սադրանքներին, կգան ռուսամետ ուժեր, կգան նախկին հավաքական կերպարներ, լոզունգներ կոծեն, երգեր կձոնեն, աստծուց կխոսեն, մշակույթային ջոր բարքերից, էլի շատ ու շատ բաներից չտրվես սադրանքներից։ Հիշիր մի բան, անցյալը, հավաքական անցյալը, իր բոլոր կերպարներով, իր բոլոր դրսևորումներով, իր բոլոր աղետներով, անցյալը դա չարիք էր, որը անցյալում է Փառք Աստծո։ Ես աթեիստ մարդ եմ, բայց եթե ասում եմ Փառք Աստծո, ուրեմն Փառք Աստծո, էլի որ անցյալում է։ Դժգոհ ես ներկայից, իրավունքը ունես, որովհետև մենք այս ամեն ինչի համար չենք պայքարել։ Ես էլ ձեզ հետ միասին։ Արչևում զարգացումներ են սպասվում մեր երկրին շատ շեշտակի։ Ընտրի նոր մարդկանց հետ կապիր կյանքդ, մի ասա առաջ լավ էր կամ ներկան յոլա գնանք։ Նոր մարդկանց հետ դժգոհ ես ներկայից, նոր մարդկանց ետևից գնա։ Նոր արյունը ընդհանրապես ամեն բնակավարում, ցանկացած բնակավարում, լինի բժշկություն, լինի մեդիա, լինի կրթություն, նոր մարդիկ, նոր արյունը, նոր էներգիա, նոր դրական լիցքեր ապերելու։ Եթե ընտրես ուժերի, ովքեր գալու են միայն մեկ նպատակով վենդետայի համար, ովքեր իրանց ասուլիսներում բաց ասում են թող զգուշանան, այս երկիրը չի կործանվելու, այս երկիրը ուղղակի դառնալու է Գուանտանամոյի պես մի հատ տեղ, որտեղ բոլորը պատասխան են տալու իրանց արածների համար ու ամենավատը այն մարդկանց առջև, ովքեր համար 1 մեղավորներն են։ Այսինքն համար 1 մեղավորները պատժելու են այն մարդկանց, ովքեր մեղավոր են մեղավորների աչքերում։ Շատ ուղիղ տեքստով չեմ կարող ասեմ, բայց եթե դուք այդպիսի երկիր եք ուզում, ձեր իրավունքն է։ Քանի տարի անց է 7-8, չէ, 7 տարի ասենք։ 7 տարի։ 7 տարվա մեջ պատկերացնում եք զսպանակը ինչքան է ձգվել։ Այս զսպանակը թռնելու է, ու մենք բոլորս այդ ականատեսն ենք լինելու։ Իսկ թե որ ուղղությամբ է թռնելու, որոշելու ես դու, հենց դու ես ուտես ուտելու, ուրիշ բան ես ուտելու, ասելու ես չէ, ես հայ մարդ եմ, ես գիտեմ ինչն է իմ երկրի համար կարևոր եւ գնալու եմ դրա տեղամաս առանց որևէ բան ուտելու։ Այդ սա մեր ժողովուրդն է, չէ՞, տետրերով ծոցյաները, ով է ընտրելու, ում է ընտրելու, դրամաշնորհները տարբեր ձևերով հիմա արդեն փոխվել է, իմ ասած քաշով չեն բերում տալի, չէ՞, մեխանիզմներ կան, բակըտ կասֆալտենք, բիսեդկետ կսարքենք, բիզնեսից վրա աչք կփակենք, այս կանենք, այն կանենք։ Եթե էլի ընկնելու եք այդ խաղերի մեջ, ձեր իրավունքն է, ժողովուրդ ջան, ձեր իրավունքն է, էլի եմ ասում։ Տենց մի հատ վարկած կա, ժողովուրդը երբեք չի սխալվում։ Քանի որ իմ գրքի շնորհանդեսն է շուտով լինելու, ցիտեմ։ Ժողովուրդը սխալվում է, այն էլ հաճախ։ Իհարկե, այստեղ օրինակներ կարամ բերեմ։
գերմանացի ժողովուրդը քանի անգամ սխալվեց, Հարավսլավիայի ժողովուրդը քանի անգամ սխալվեց, խորհրդային կոչվող ժողովուրդը քանի անգամ սխալվեց, Իտալիայի ժողովուրդը քանի անգամ սխալվեց, Ռումինիայի ժողովուրդը քանի անգամ սխալվեց, ել չեմ ասում Հայաստանի ժողովուրդը քանի անգամ սխալվեց ու դեռ շարունակում է սխալվել։ Դրա համար չկա տենց բան ժողովուրդը երբեք չի սխալվում։ Ժողովուրդը սխալվում է, այն էլ շատ հաճախ, որովհետև ամբողը լավ բան չի։ Անհատներն են տնօրինել աշխարհը, անհատներն են փոխել պատմության ընթացքը, անհատներն են բերել բարիք, բարեկեցություն կամ հակառակը, չարիք ու չարագործություն։ Ամբողը որպես այդպիսին ժողովումը ինքը շատ վտանգավոր բան է։ Դրա համար ես ամբողացման դեմ եմ։ Ես անհատների կողմնակիցն եմ։ Պերսոնալիզացիան, այսպես կոչված անհատականացումը 21-րդ դարի բանալի գործառույթներից է։ Շատ կարևոր։ Ամեն բնագավառում նայեք ձեր 4 կողմը անհատներն են որոշում, դե ոչ միայն հիմա, բայց մանավանդ թվային դարում անհատներն են որոշում։ Այդ դեռ մի ուրիշ թեմա է, որի մասին կխոսեմ հաջորդիվ, իսկ հիմա երևի այսքանը գտամ գործերից կհանդիպենք հաջորդ անգամ։ Լավ եղեք, իդեպ բաժանորդագրվեք ալիքին, ձեր փոքրիկ ներդրումը թող այդպես լինի, լայքերով եւ մեկնաբանություններով նպաստեք տեսանյութի առաջխաղացմանը։ Լավ եղեք։